Ողջույն բոլորին, ես Աշոտն եմ Dreamcar-ից, զբաղվում ենք էլեկտրոմոբիլների վաճառքի կազմակերպման Չինաստանում։ Պատահական չի, որ մեր YouTube-յան ալիքում չկա BYD-ի մասին թողարկում։ Արդեն երրորդ դեպքն է, որ փորձում ենք նկարել BYD-ի մոդել, ու առաջի երկու անգամ սրահի մենեջերները չէին թույլատրում։ Ու խոսալով տարբեր մարդկանց հետ հասկացանք, որ չինացի ավտոբլոգերները գալիս են, նկարում են BYD-ի մոդելները, համեմատում են տեղական այլ բրենդերի հետ ու քննադատում են այս մեքենաները։ Դա նորմալ է, կարծում եմ աշխարհում բոլոր ամենապահանջված ու վաճառվող մեքենաների դեպքում, քանի որ նմանատիպ թողարկումները մեծ դիտումներ են հավաքում, բայց փաստը մնում է փաստ, BYD-ն Չինաստանում վաճառքների առաջատարն է։ Այսօր կխոսանք BYD-ի մոդելային շարքի բարձունքում գտնվող BYD Sealion 07-ի մասին։ BYD Sealion 07-ը ի սկզբանե թողարկվել է գլոբալ շուկայի համար, ինչպես տեսնում եք, այստեղ չկան հիերոգլիֆներ, ամենտեղ անգլերեն անվանումն է, ու երբ որ դուք օրինակ YouTube-ում ման եք գալիս այս մեքենայի անունը, վերում է եվրոպական մոդելը իր կոմպլեկտացիաներով ու գրվում է Sealion 7 իրար կպած։ Չինական շուկայի մեքենան կոչվում է Sealion առանձին 07, էկրանին ցույց կտանք եվրոպական ու չինական մոդելների կոմպլեկտացիաների տարբերությունը։ Երբ որ դուք պատվիրում եք BYD Sealion 07 Չինաստանից, արտահանման համար հասանելի է միայն չինական տարբերակը։ Այս մեքենան ստեղծվել է մրցելու աշխարհում ամենավաճառվող Tesla Model Y-ի հետ, բայց չինական շուկայում ուղիղ մրցակիցը նաև BYD-ի Song L մոդելն է։ Մեքենաները արժեքով ու պարամետրերով գրեթե չեն տարբերվում, ու քանի որ ես լավ ծանոթ եմ Song L-ին, եկեք հասկանանք այս երկու մոդելների հիմնական տարբերությունները։ BYD Song L-ի թափքը գտնվում է hatchback-ի ու crossover-ի մեջտեղում, այսինքն նստելու դիրքը ավելի ցածր է։ Sealion-ի դեպքում մեքենան լիարժեք crossover է։ Բարձրությունը, եթե Song L-ի դեպքում 16 սանտիմետր է, ապա ստեղ 18 սանտիմետր է։ Դռները Song L-ի դեպքում ունենք առանց ռամայի դռներ, ստեղ լիարժեք ռամայով դռներ են։ BYD Sealion-ի նստատեղի դիրքը նույնիսկ ամենացածր վիճակում մեկը բավականին բարձր է, այսինքն crossover քշելու պես է։ Song L-ի դեպքում ցածր դիրքում մեքենան արդեն նմանվում է սեդանի։ Sealion 07-ը ունի 4 կոմպլեկտացիա, ամենացածր կոմպլեկտացիան քշվում է 550 կմ, միջին կոմպլեկտացիան 610 կմ քշվող, երրորդ կոմպլեկտացիան դա 610 կմ քշվողի Smart տարբերակն է, եւ չորրորդ կոմպլեկտացիան 550 կմ քշվող 4 քաշող տարբերակը։ BYD Sealion 07-ի արժեքը մինչև Հայաստան սկսվում է $32,000-ից, արդեն ներառյալ 15% մաքսազերծումը, բայց եթե չեք ուզում վճարել այդ ավել գումարը, կա նաև շահագործված տարբերակներ։ Օրինակ այս մեքենան 10-ից 20,000 կմ վազքով կարելի է ձեռք բերել մոտ $28,000-29,000-ով, եւ հատուկ նմանատիպ առաջարկների համար մենք ստեղծել ենք Telegram-յան ալիք, որի հղումը կթողենք այս վիդեոյի նկարագրության մեջ։ Սկիզբ դնենք խելացի վարման դարաշրջանին բոլորի համար, սա BYD-ի նոր ավտոպիլոտի կարգախոսն է, որը կոչվում է God's Eye, այսինքն Աստծո աչք։ BYD-ն, ինչպես գիտեք, ժողովրդական բրենդ է, դրա համար այդպիսի անուն է դրել։ Sealion 07-ը առաջի մեքենան էր, որտեղ BYD-ն կիրառեց God's Eye ավտոպիլոտը, ինչպես նաև 3.0 Evo պլատֆորման, նոր պլատֆորման, որը մեքենայի թափքը դարձրել է շատ ավելի ամուր, ինչպես նաև ստեղ կիրառված է 800 վոլտ արխիտեկտուրան, ինչը թույլ է տալիս մեքենային շատ ավելի արագ լիցքավորել, մինչև 240 կՎտ/ժ հզորությամբ։ Խոսանք մեքենայի արտաքին տեսքի մասին, ինձ շատ դուր եկավ այս LED լուսարձակները, որը որ Ocean Series-ի տրամաբանության մեջ է, այսինքն ծովային թեմայի։ Բացի լիաքարշ տարբերակից, բոլոր մնացած տարբերակներում ունենք 19 դյույմանոց անվայեցեր, որտեղ հիմնական մասը մետաղ է, այս մասը պլաստիկ էլեմենտներով, 4 պորշինանոց սուպորտներով, ունենք ներս մտնող ռուչկաներ, ցավոք դռները չունեն դավոճիկներ, հետևի մասում ավելի կլորացած բեռնախցիկ, շատ գեղեցիկ հետևի լուսարձակների դիզայն, փոքր սպոյլեր ու շատ սպորտային ներքևի հատված։ Ստեղ ունենք բավականին մեծ բեռնախցիկ, մոտ 500 լիտր տարողությամբ, որը ավելի է մեծանում, երբ սա հանում ենք, նաև բավականին մեծ բեռնախցիկ առջևում 58 լիտր տարողությամբ, սրահը հետևի նստողների համար բավականին ընդարձակ է։ Ունենք պանորամային տանիք, էլեկտրական վարագույրով, միջինից բարձր որակի մատերիալներ, դրան վրա կարող եք տեսնել լուսավորություն, պլաստիկ էլեմենտ,
audio համակարգ բավականին լավ հնչեղություն ունի, միջին որակի կաշի, ստեղ պլաստիկ, հետևի դռանն ապակին բավականին փոքր է, նույնիսկ եթե ամբողջությամբ իջացնեմ պատուհանը, կտեսնեք, որ տեսանելիությունը բավականին փոքր է։ Առջևում ունենք 3 էկրան, վարորդի, հիմնական ու դիմացի նստողի համար։ BYD-ին բնորոշ արագ աշխատող նորմալ որակի էկրան։ Ստեղ ինչպես գիտեք կա անգլերեն լեզու։ Առջևի նստողների համար ունենք նստատեղերի տաքացում ու հովացում։ Ստեղ հետևի նստողների համար ոչ մի բան չունենք։ Կոնկրետ այս կոմպլեկտացիայում։ Ստեղ ունենք մի հեռախոսի անլար լիցքավորման տեղ 50 վատ հզորությամբ եւ հովացման հնարավորությամբ։ Porsche 911-ից ոգեշնչված փոքր փոխանցման տուփ, start-stop-ի կնոպ կա եւ մեքենայի ռեժիմները փոխելու կնոպ կա։ 2025 թվականի թարմացված Smart Drive մոդելի տարբերությունը, բացի խելացի համակարգերի ներդրումից, այնա որ ստեղ արդեն ղեկի վրա կա արհեստական կաշի, ի տարբերություն նախորդ բնական կաշվող ղեկից։ Այս բոլոր պարամետրերի ու թարմացումների առկայությունը դարձնում է այս մեքենան BYD-ի ամենախելացի մեքենաներից մեկը առ այսօր։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք եւ սպասեք ել ավելի հետաքրքիր վիդեոների։ Լավ եղեք։